Ապրիլ 23-ի երեկոյան Տեհրանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցվո շրջափակի մեջ կանգնեցված Եղեռնի հուշարձանի մոտ դեհ ունեցավ հոգեանկստյան արարողություն նախագահությամբ Տեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեբու arczepiskopos Սարգիսյանի, ապա Եղեռնի հուշարձանին առջև դեհ ունեցավ ձայիկներ ու զետեղում, որուն հաջորդեց երդասարտական հավաք։ Իսկ ապրիլ 24-ի առավոտյան ժամի 9:30-ին հազարավոր այեր մասնակցեցան Սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ մատուցված Սուրբ եւ անմահ բադարակին, որ մեյետ Եղեռնի նահատակած հուշարձանին թիմած հոգեանկստյան պաշտոն կատարվեցավ 1.5 միլիոն նահատակներու հիշադակին։ Ապա եկեղեցվո շրջափակեն ընթաց կարավ թեպի թրքական տեսփանադուն ուղղվող ժողովրդային քայլարշավը, որում մասնակիցները տեսփանադան առջև իրենց փողոքն արտահայտեցին ցեղասպան Թուրքիոտեմ եւ պահանջեցին արդար հադուցում եւ հայության իրավունքներու ճանաչում։ Ապա խոսքեր արտասանեցին Իրանի խորհրդարանի մեջ Տեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Գարեն Խանլարյան եւ առաջնորդ Սեբու Սարգիսյան։ Ապա Թալին Բանդարի ընթերցեց ներկաներուն գոմե հեղվելիք 7 գեդեր պագացած հուշակիրը։ Կայլարշավը իր ավարտին հասավ Սարդարաբադ հաղթերքով։ Նույն օրը երեկոյան Տեհրանի Արարատ մարզավանի Սասունցի Դավիթ սրահի մեջ դեհ ունեցավ ապրիլ 24-ի ոգեգոճման կենտրոնական ցերնարգը, որուն ներկա գտնվեցան ավելի քան 3000 իրանահայեր։ Օրվան բանախոսներ լիբանանին ժամանած ազգային Սոֆիա Հակոբյան վարժարանի դնորեն Վիկեն Ավակյան, որ անդրադարձավ հայ գգանցեասպանության 98-ամյա թելադրանքներուն եւ Թուրքիո անբադիժ մնալու իրողության։ Խոսքեր արտասանեցին նաև Տեհրանի մոտ Հայաստանի տեսփան Գրիգոր Արաքելյան եւ առաջնորդ Սեբու Սարգիսյան։ Ցերնարգին ընթացքին դե ունեցավ նաև քեղարվեստական Գոգիկ Հայդակիրմը, որուն ընթացքին ելույթ ունեցան Արարատ բարախումբի սաները, Արաքս երջախումբը, Երկան Ռազմի Գոհանյան եւ Վանացորի Հորովել համույթի անդամները։